Բարև ձեզ, վերջերս շատ է կիրառվում Հայաստանի Հանրապետության այլ պետությունների հետ հարաբերությունների համատությունը ամուսնության ընտանիքի հետ։ Չեմ կարծում, որ տեղին համատություն է, բայց քանի որ արդի է, փորձենք ձեզ հետ միասին դիտարկել նախագծերի կառավարման տեսանկյունից։ Մինչ սկսելն անհրաժեշտ է մի քանի դրույթ հստակեցնել։ Հիմնական համեմատողները ներկայանում են իբրև պահպանողական քրիստոնյա արժեքներ կրող ուժեր եւ անձինք։ Արդյոք նրանք գիտակցում են, որ պետությունները արական սեռի են, կամ եթե նկատի ունեն մայր հայրենիք, ապա իգական։ Ամեն դեպքում ամուսնությունները զուգընկերությունը, ընտանիքը միասեռական է ստացվում։ Եթե նրանք ելնում են այն կախավարկածից, որ ընտանիքը պարտադիր կնոջ եւ ամուսնու միությունն է, ապա ում դերում են պատկերացնում Հայաստանի Հանրապետությանը, արդյոք ամուսնու թե կնոջ, առավելապես երբ հիմնականում խոսում են Ռուսաստանից բաժանվելու եւ նոր Եվրամիության հետ ամուսնանալու մասին։ Ինչպես են սա արդարացնում սեփական աչքերում, համախոհների եւ որն ավելի հետաքրքրական է, իրենց ամուսնական զույգի հետ զրույցներում։ Արդյոք դասական միամուսնության մոնոգամիայի տեսակետ պնդողները կարծում են, որ Հայաստանը միայն մի պետության հետ պետք է հարաբերվի։ ԵԱՏՄ կամ ԱՊՀ հարաբերությունները երբ իբրև ամուսնություն են դիտարկում, ապա արդյոք ենթադրվում է ընտանիք, որ առկա է տատիկ, պապիկ, հայր, մայր, որդի, դուստր, թե խմբային համակեցություն, եւ կրկին որն է նրանց պատկերացած Հայաստանի դերն այնտեղ։ Թեպետ ես նաեւ գենդերային փորձագետ եմ, կարծում եմ այս հարցը հոգեբանության տիրույթում է։ Հետևաբար կխնդրեմ ծանոթ անծանոթ այդ ոլորտի մասնագետներին ուսումնասիրել այս նյութը։ Հիմա որպեսզի թվարկած դրույթները չխանգարեն մեր վերլուծությանը, մի կողմ դնենք բարոյական, օրինականության, գենդերային ու հոգեբանական հարցերը եւ մոտենանք խնդրին զուտ տրամաբանության եւ նպատակահարմարության դիտանկյունից։ Ընդունելով, որ բոլոր կողմերն իբրև պարտնյոր, ընկեր, զուգընկեր, ամուսին կամ ինչպես կցանկանաք։ Սկզբից վերհիշենք նախապատմությունը։ Շատ խորքերը չգնանք, այլ վերհիշենք Հայաստանի ամուսնությունների ընտանիք ստեղծելու հարաբերվելու վերջին մի քանի փորձերը։ Վերջի 200 տարին Գյուլիստան Թուրքմանչայից մինչև 1915, 20, 37, 45, հոկտեմբերի 27, սեպտեմբերի 3, նոյեմբերի 9, 23 թվականի սեպտեմբեր բոլորն էլ ողբերգական են։ Ամբողջ այս ընթացքում Հայաստանը հարաբերությունների մեջ է մի պարտնյորի հետ, որը անվերջ խաբել, ջարդել, նվաստացրել, սրա նրա տակ պարկեցրել Հայաստանի։ Հրաժեշտ պատրանքներին գրքումս գրել եմ 20-ականների մասին, եթե մի 3 եվրո ծախսել ցանկացողներ կան, տպած տարբերակը կարող եք ձեռք բերել նրան տապան հրատարակչությունում կամ առցանց, հղումը նյութի տակ։ Անդրադառնանք Շեքսպիրյան դրամատիզմով ու Ստոկհոլմյան համախտանիշի լավագույն ավանդույթներով ի խորոց սրտի հանվող հառաչին։ Իսկ Հայաստանին սպասում են այդ հարուստ համայնքում։ Արդյոք նրանց հետ լավ կլինի, արդյոք հաշվել ենք ռիսկերը։ Այս ամուսնությունների տրամաբանությամբ շարժվելիս պարզ չէ արդյոք, որ անկախ նրանից, թե քեզ սպասում են, թե ոչ, դու պարզապես չես ուզում ապրել այս խաբեբա բռնարարի հետ։ Եվ ամուսնալուծությունը վատի ու լավի գնահատման տիրույթում չէ, այլ միակ տրամաբանական լուծումը։ Իդեպ, 3 գումարած 3-ը խաբեություն է, սա ոչ թե 3-ը 3-ի հանդիպում է, այլ մեկին խմբակային բռնաբարելու փորձ։ Ներեցեք։ Սիրելիներ, ում հետաքրքիր չէ զուտ մասնագիտական մոտեցումը նախագծերի կառավարման դիտանկյունից, կարող եք միանգամից անցնել բոնուսին, թերթելով առաջ գնալ։ Եթե սա դիտարկենք որպես բազմանախագծային կառավարում կամ ծրագրերի կառավարում, ապա գործ ունենք բարդ խնդիրների հետ։ Սահմանափակ ռեսուրսներ, ժամանակ, էներգիա, ֆինանսներ, միաժամանակ տարբեր շահառուներ, զուգընկերներ, երեխաներ, ընտանիքներ, հնարավոր կոնֆլիկտներ եւ շահերի բախումներ, բարձր ռիսկայնություն, կախված նախագծերի փոխհարաբերություններից։ Հիմա PMBOK-ից ու Agile-ից գործիքներ օգտագործենք հասկանալու համար, թե ինչ լուծումներ կան։ Հիմնական ռեսուրսները այս նախագծում հետևյալն են. ժամանակ, կառավարելի արդյոք գրաֆիկը, ֆինանսներ, արդյոք բյուջեն բավարարում է 2 կամ ավելի ընտանիքի համար, զգացական ռեսուրսներ, արդյոք մարդն ունակ է մի քանի նախագծի նույն նվիրվածությամբ մասնակցելու։ Անդրադառնանք ռիսկերի կառավարմանը։ Այսպիսի նախագծերում գլխավոր ռիսկերը լինում են շահառուների բախում, երբ հարաբերությունները բացահայտվում են կամ շահերի բախում է առաջանում, ռեսուրսների գերծախս, ժամանակի, գումարի կամ ուշադրության պակաս, փոփոխությունների կառավարում, երբ նոր հարաբերությունը չի ինտեգրվում այլ նախագծերի հետ։ Եթե մեկից ավել հարաբերություն կամ ընտանիք վարելը դիտարկենք որպես SWOT վերլուծություն, ապա կարող են գնահատել ուժեղ եւ թույլ կողմերը։ Եթե խոսենք նախագծերի կառավարման տեսանկյունից, ապա կան մի քանի մեթոդաբանություններ, որոնք հնարավոր է կիրառել այս հարցում։ Agile հարմարվող կառավարում, որը ենթադրում է, որ նախագծերը պետք է կառավարվեն փոփոխվող միջավայրում, եթե մեկից ավելի նախագիծ ունես։ Պետք է հաճախակի գնահատել իրավիճակը, կառավարել ռեսուրսները ճկուն կերպով, համակարգել փոխհարաբերությունները օգտագործելով Kanban կամ Scrum։ Լավագույն գործիքը Scrum եւ Time Boxing-ն է։ Կարգավորել հանդիպումների ժամանակացույցը, stand-up meeting-ներով, օգտագործել Kanban կամ Trello, տեսնելու թե որ նախագիծն ինչ փուլում է։ Կրիտիկական ուղու մեթոդը, որ նախագծերն ունեն առաջնահերթություն։
Եթե հարաբերությունները դիտարկենք որպես բազմափուլային նախագիծ, ապա պետք է հաշվարկել, թե որ ուղին է ամենակարևորն ու չի խանգարում ու չի կարող ուշանալ։ Արդյոք առաջնային նախագիծը խոչընդոտում է նորին։ Կան կախվածություններ, որոնք խանգարում են զուգահեռ կառավարել։ Ինչպես խուսափել կոնֆլիկտներից։ Մի քանի շահառուներ ունենալու դեպքում կարևոր է հստակ սահմանել շահառուների ակնկալիքները, չհանդիսանալ խցանում առաջացնող գործոն եւ չմնալ ճնշման տակ։ Լավագույն գործիքը Racy Matrix-ն է, ով ինչ ակնկալիքներ ունի, ով ինչ ռեսուրսներ է տրամադրում, ով ինչ ազդեցություն ունի նախագծի վրա։ Ինչպես սկսել նոր նախագիծ, եթե արդեն մեկում ես։ Շահառուների կառավարում, ինչպես կարձագանքեն շահառուները, ընկերներ, ընտանիք, աշխատավայր, ռիսկերի գնահատում, արդյոք նոր նախագիծը չի վնասի եղածներին, փոփոխությունների կառավարում, ինչպես հարմարվել նոր իրավիճակին։ Ամենակարևորը ռիսկերի նվազեցման համար օգտագործել առաջնահերթությունների վերանայում, ժամանակային բուֆերներ դնել, որ նախագծերը չհամընկնեն։ Արդյոք միաժամանակ մի քանի նախագիծ վարելը արտացոլում է PMBOK-ի կանոնները։ Հնարավոր է, բայց պահանջում է կտրուկ ռազմավարական պլանավորում։ Ռիսկայնությունը շատ բարձր է եւ շահառուների կառավարումը բարդանում է։ Հիմնական գործիքները Agile Stakeholder Mapping, Risk Management, Time Boxing։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Հարաբերությունների կառավարումը նախագծերի կառավարման միջոցով հնարավոր է։ Կիսվեք մեկնաբանություններում, լայք դրեք ու բաժանորդագրվեք։ Բոնուսը։ Հայաստանը սրան նրա տակ պարգևնողներին կարծում եմ կարելի է Նոբելյանի նման մի մրցանակ պարգևել, ասենք անունը դնել Գետադարձ։ Հիշեցում, ես վարչապետ չեմ ուզում եւ չեմ էլ կարող դառնալ։ Ես նախագծերի կառավարիչ եմ եւ գուցե իմ պատկերացումները օգտակար լինեն ձեզ։ Բարին ընձեզ։